Բարև ձեզ։ Թվային վերլուծության շրջանակներում այսօր մենք միասին խոսելու ենք ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի վերլուծության մասին, թե ինչպիսի ծրագրերի կարելի է ծանոթանալ այս 3 կարևորագույն թվանշանները վերլուծելու արդյունքում և առհասարակ ինչ է իրենից ներկայացնում թվային հոգեբանությունը։ Շատ մարդկանցից եմ լսում հարցը, արդյոք այն գուշակություն է, թե ոչ։ Պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ թվային հոգեբանությունը ստեղծել է իրապես Պյութագորասը մեր թվարկությունից առաջ 537 թվականին և այս ամենի հիմքում ընկած է թվերը և ես ինքս տուրք եմ տալիս այն ամենին, ինչը ունի հենք և հիմնավորում և այս դեպքում մենք տեսնում ենք, որ թվային վերլուծությունը կարողանում է վերհանել մարդու կյանքի այն կարևորագույն 5 ծրագրերը, որոնք իրագործելու դեպքում մարդը հասնում է իր հոգու առաքելությանը։ Մենք ունենք ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի ծրագրեր, որոնք իրավամբ համարվում են մեր կյանքի հաջողության ծածկագիրը և մարդը կարողանում է իր ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը դարձնել իր հաջողության ծածկագիրը միայն այն պարագայում, եթե նա կարողանում է անցնել իր ծրագրերը։ Իսկ ես շատ հաճախ ասում եմ, որ մեր մեկ ծրագրի մեջ ներառված է ևս 5 ենթածրագրեր և այս ծրագրերը օգնում են, որպեսզի մենք իրականում հասնենք, գոյություն ունի ծրագրային եռանկյուններ, այդ եռանկյունների գագաթին կանգնած ծրագրի իրականացմանը։ Սովորաբար ցանկացած ծրագրում, որոնք ես նշում եմ, որ ունենք անհատականության, հոգևոր, գումարի կամ մասնագիտական կողմնորոշման, հարաբերությունների կամ առողջության, կարող ենք այս ծրագրերում տեսնել, որ յուրաքանչյուրում մենք ունենք 2 ծրագրեր, որոնք ժառանգել ենք մեր ծնողներից, մեկը հորից և մեկը մորից, որոնք նրանք չեն անցել մեր ծնվելու պահին։ Եվ երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, պարտավորվում ենք մեր ծնողների չանցած ծրագրերը անցնել։ Շատ հաճախ ծնողները, որոնք գալիս են ու ցանկանում են զբաղվել իրենց ծրագրերով, ես շատ ուրախանում եմ և նրանց էլ ոգևորում եմ ասելով, որ եթե ծնողը հանձն է առնում անցնելու իր ծրագրերը, նշանակում է երեխան այլևս կարիքը չունի այդ 2 ծրագրերը անցնելու և մենք այսպես ավելի թեթևացնում ենք, կարելի է ասել, մեր երեխաների հոգսերը։ Թվային վերլուծության միջոցով ինչ մենք կարող ենք իմանալ։ Ծնողը կարող է ծանոթանալ իր երեխայի առանձնահատկություններին անհատականության ծրագրի միջոցով, այն շնորհներին, այն տաղանդներին, որոնք նա ունի, բայց չգիտի, թե արդյոք այս խմբակին արժե տալ երեխան, որպեսզի գնա մասնակցի, թե ոչ, ինչպիսի խմբակներ արժե երեխային տալ, որտեղ երեխան իրեն լավ կզգա։ Եթե մենք տեսնում ենք, որ երեխան ունի լիդերի հատկանիշներ, բնականաբար մենք երեխային ուղղորդում ենք այնպիսի խմբակներ, որտեղ կլինի թիմային աշխատանք։ Եվ եթե մենք թիմային աշխատանք ենք տալիս կատարելու, նա կարողանում է հանձնարարությունը բաժանելու միջոցով դառնալ խմբի ղեկավար։ Եվ այսպես շարունակ շատ հետաքրքիր է երեխաների թվային վերլուծությունը, որովհետև մենք երեխաների դեպքում թվային վերլուծություն կատարում ենք միայն մեկ ծրագրի տեսքով, եթե նա մինչև 18 տարեկան է։ Այս դեպքում հարկավոր է ընդամենը վերլուծել երեխայի ծննդյան օրվա ծրագիրը կամ ինչպես կոչվում է անհատականության ծրագիրը։ Իսկ 18 տարեկանից հետո ցանկացած երեխայի մոտ ակտիվանում է, արդեն նա դառնում է չափահաս և ակտիվանում է իր սեփական հնգաթև աստղը, իր սեփական ծրագրերն են ակտիվանում և երեխան ունենում է իր ծրագրերը, որոնք պարտավորվում է անցնել։ Եվ ի դեպ այն երեխաները, որոնք մինչև 18 տարեկանը շատ են հիվանդանում կամ նրանց կյանքում շատ ինչ-որ դեպքեր են պատահում, քերծվածքներ, կոտրվածքներ կամ ինչ-որ այլ պատահարներ են տեղի ունենում, սա ծնողներին է ուղղված։ Երեխաները մինչև 18 տարեկան ապրում են ծնողների ծրագրերով և սա ծնողների ծրագրերն է, որոնք ազդում են երեխայի վրա։ Եկեք շարունակենք և խոսենք մի փոքր էլ ծննդյան ամսվա ծրագրի մասին, որը ևս մեծ նշանակություն ունի բոլորիս կյանքում և պետք է չանտեսենք այս ծրագիրը։ Եթե իմ խորհուրդը կցանկանաք լսել, ապա ամենակարևոր ծրագիրը թերևս հոգևոր ծրագիրն է, դա մեր գեների հետ ունեցած կապն է, մեր հայրական ու մայրական կողմի հետ կապն է, ու եթե մենք այդ կապը ընդհատած ենք լինում, ուրեմն մենք խնդիրներ ենք հետագայում ունենում և գործնական, և անձնական, և առողջական ոլորտներում։ Առաջ անցնելով ծննդյան տարեթվի վերլուծությանը, պետք է նշեմ, որ սա մեր գումարի կամ մասնագիտական կողմնորոշման ծրագիրն է և այն ակտիվանում է 33 տարեկանից հետո և մեր մտածելակերպն է հիմնովին 33 տարեկանից հետո փոփոխվում
ու անհրաժեշտ է մենք անցնենք այս ծրագիրը, որովհետև ծննդյան տարեթվի ակտիվացման հետ ակտիվանում է միաժամանակ 3 ծրագրեր, դա մեր գումարի ծրագիրն է, հարաբերությունների եւ առողջության ծրագրերը։ Այս ուղղությամբ եւս պետք է աշխատանք տանել եւ թվային հոգեբանությունը մեզ թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք ծննդյան տարեթվի վերլուծության միջոցով պարզել, թե մարդը մասնագիտական որ ոլորտներում կարող է լավագույնս ինքնադրսևորվել եւ ինչը կարող է նրա գումարի հոսքին նպաստել եւ որ հատկանիշներն են, որ արգելափակում են նրա գումարի հոսքը։ Այսպես մենք մարդուն տալիս ենք ճանապարհային քարտեզ եւ բնականաբար մարդն է ընտրողը, կարողանում է, ուզում է, ցանկանում է կյանքը փոխել այլ հունով, թե ցանկանում է ապրել այնպես, ինչպես ինքն է ապրում։ Այստեղ ստիպողաբար որևէ բան չի կարող լինել ու շատ անգամներ, երբ ինձ հարց են ուղղում, արդյոք թվային վերլուծության արդյունքում իմ կյանքը կփոխվի, ես միշտ պատասխանում եմ եւ եւս մեկ անգամ հաստատում եմ. թվային վերլուծության արդյունքում ես ձեզ տալիս եմ ձեր կյանքի 5 կարևորագույն ծրագրերը, այն է ձեր կյանքի ճանապարհային քարտեզը։ Ես ձեզ տալիս եմ ձեր հաջողության ծածկագիրը կամ հաջողության բանալին։ Դուք եք ընտրում, արդյոք դուք ցանկանում եք տվյալ վերլուծությանը հետևել կամ առաջնորդվել տվյալ վերլուծությամբ, թե ոչ, որովհետև ես կարող եմ ձեզ ուղղորդել, բայց ես չեմ կարող ձեզ ստիպել, որպեսզի ստանձնեք պարտավորություն անցնելու ձեր ծրագրերը։ Եթե դուք անցնում եք ձեր ծրագրերը, դուք հասնում եք ձեր հոգու առաքելությանը։ Այն է, թե ինչի համար եք լույս աշխարհ եկել եւ ձեզանից հետո ինչ հետք պետք է թողնեք եւ որն է առաքելությունը ձեր այս կյանքում։ Հարաբերությունների ոլորտը վերլուծելիս, ընկերներ, մենք կարողանում ենք ոչ միայն երկու մարդկանց միջև համատեղելիությունը նայել որպես կին եւ տղամարդ, այլ կարելի է ընկերների միջև համատեղությունը նայել, կարելի է նաեւ համատեղելիությունը նայել բիզնես համագործակցության տեսանկյունից եւ այլն։ Եվ առողջության մասով կարողանում ենք հասկանալ, թե ինչ կարող է լինել, օրինակ ամուսնական զույգի միջև ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչպիսի առողջական խնդիրներ առհասարակ կարելի է առաջանալ։ Առողջության ծրագիրը մի փոքր բարդ է եւ շատ հետաքրքիր է, որովհետեւ այն ճիշտ է ակտիվանում է 35 տարեկանից հետո, բայց մինչև 25 տարեկանը ցանկացած պահի նա կարող է արտահայտվել փոքր հիվանդությունների տեսքով, որը ազդակ է, որ մարդը իր ծրագրերը չի անցնում կամ անցնում է բացասաբար։ Ես նշել եմ նախկինում, եւս մեկ անգամ նշում եմ, որպեսզի ավելի ամրանա ձեր մեջ այս տեղեկատվությունը, ցանկացած ծրագիր մենք կարողանում ենք ապրել, մենք ենք ընտրում ապրել դրական, թե բացասական տեսանկյունից։ Եթե մենք դրականորեն ենք անցնում մեր ծրագրերը, կյանքը մեզ տարբեր փուլերում պարգևատրում է, իսկ եթե մենք չենք անցնում մեր կյանքի ծրագրերը, մենք խնդիրներ ենք ունենում թե առողջական, թե անձնական, թե գործնական հարաբերություններում եւ գոյություն ունի 42-ից հետո, 42 տարեկանից հետո տարիք, միջին տարիքային ճգնաժամ գոյություն ունի, երբ մենք շատ խնդիրներ ենք ունենում եւ որպեսզի կարողանանք հաղթահարել խնդիրները, պետք է կանգ առնենք ու սկսենք ծանոթանալ մեր ծրագրերին։ Բոլոր դեպքերում մեր ծրագրերը անցնելու պարագայում է, որ մենք կարողանում ենք հաջողություններ ունենալ։ Եվ նաև թվային հոգեբանությունն ու թվային վերլուծությունը ինչ է թույլ տալիս մարդուն, որպեսզի ոլորտին առավել տեղյակ լինեք, մենք կարողանում ենք նաև կանխատեսում կատարել ցանկացած օրվա կտրվածքով, նորից ելնելով մարդու ծննդյան օր, ամիս, տարեթվից, թե տվյալ ամսվա տվյալ օրը ինչպիսի նշանակություն կարող է ունենալ նրա համար, եւ այս դեպքում մենք տալիս ենք մարդուն նորից տվյալ օրվա ճանապարհային քարտեզը, որտեղ ինքն է որոշում, թե ինչպիսի գործունեություն կարող է ծավալել, տվյալ օրը կարևոր գործարքների գնալ թե չգնալ, նշված օրվա ընթացքում կարևոր իրադարձություն նշանակել կամ չնշանակել, միջոցառումներ կազմակերպել կամ չկազմակերպել։ Շատ հետաքրքիր է այս ոլորտը, այն օգնում է, որպեսզի մարդը նախ եւ առաջ ծանոթանա ինքն իր հետ, առաջին հերթին ծանոթանա ինքն իր հետ եւ դրանից հետո նոր կարողանա այլ ուղղություններին ուշադրություն դարձնի եւ կյանքի կոչի այն վաղեմի երազանքները, որ հոգու խորքում միշտ նստած են եղել եւ երազել է, որ իրականացնի։ Գնա դեպի այն մասնագիտությունը, որը ի ծնե հոգու խորքից մանկությունից ցանկացել է այդ մասնագիտությամբ զբաղվել ու հիմա չգիտի։ Իսկ թվային վերլուծությունը մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ ծրագրերին եւ գուցե այն, ինչ որ դուք փափագել եք շատ վաղուց, հենց դա է ձեր առաքելությունը կյանքում եւ հենց թվային վերլուծությունն է ձեզ տալիս այդ բանալիները, որպեսզի դուք կարողանաք կյանքի տարբեր դռներ բացել այդ բանալիներով եւ առաջ շարժվեք։
Ընկերներ, այսօրվա համար նախատեսել էի այսքանը։ Եթե ձեզ կհետաքրքրի թվային վերլուծությունը կամ անհատական խորհրդատվության կցանկանաք գրանցվել, ես կթողնեմ նկարագրության բաժնում հեռախոսահամար, զանգահարեք նշված հեռախոսահամարին, հետևեք ինձ ինստագրամյան հարթակում, հետևեք նաև YouTube-յան ալիքում, որովհետև այստեղ տեսանյութերը ավելի երկար են լինում եւ հնարավորություն եք ունենում ավելի շատ տեղեկատվություն ունենալու եւ պատրաստ եմ օգնելու յուրաքանչյուրին, ով կցանկանա անցնել այս ճանապարհը ինձ հետ, որովհետև ունենք հատուկ փաթեթներ, որոնք ենթադրում են, որ 8 հանդիպման միջոցով ես ձեզ հետ բոլոր 5 ծրագրերին ծանոթացնում եմ 30 ենթածրագրերով եւ գործնական աշխատանքների միջոցով ուղղորդում եմ, թե ինչպես կարելի է դրանք անցնել։ Սակայն եթե դուք նախընտրում եք միայնակ անցնել այս ճանապարհը, ես կարող եմ միայն ձեզ տրամադրել ձեր ծննդյան օրվա, ամսվա եւ տարեթվի վերլուծությունը, իսկ դուք արդեն այդ ճանապարհային քարտեզը ձեր ձեռքին ունենալով կկարողանաք անցնել ձեր կյանքի 5 կարևորագույն ծրագրերը եւ կյանքում հանդիպող դժվարություններին ավելի հեշտ կարձագանքեք եւ կդիմակայեք եւ կշրջանցեք այն խութերը, որոնք կհանդիպեն ձեզ կյանքում։ Այսօրվա համար այսքանը, մնացեք խաղաղությամբ։